ՀՊԱ-ական Հովիկ Աղազարյանին ըստ մեղադրանքի ավելի քան 1.5 տարի առաջ առաջարկել են 200-ից 300,000 դոլար կաշառք, որ իր պաշտոնյական դիրքը օգտագործի եւ առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով ոչխար արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դատախազը միջնորդեց, որ պատգամավորները թույլ տան Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Եկեք ճիշտ հասկանանք։ Այս ամենը չէր լինի, եթե Աղազարյանը հլու հնազանդ ենթարկվեր Փաշինյանին եւ SMS-ով հրաժարական տված լիներ։ Սա աքսիոմատիկ կարող ենք ասել։ Փաշինյանը ոչ թե այս դեպքի հետ կապված էր Աղազարյանի հրաժարականը պահանջել, այլ մեկ այլ միջադեպի արդյունքում, որով ազատեց Քարամյանին ու այլ պաշտոնյաների։ Դա կապ ուներ ոչ թե կոռուպցիայի հետ, այլ միգուցե իշխանական վերադասավորումների հետ, լրիվ այլ պատճառներով այսինքն։ Հետևաբար, այս գործընթացները կոռուպցիայի հետ կապ չունեն։ Իրենք թիմով կոռուպցիայի հետ օքեյ են։ Այնքան ժամանակ, մինչև իրենք ուսապարկի պես ենթարկվում են խմբակի ղեկավարի կապրիզներին եւ պատկերացումներին։ Հենց չեն ենթարկվում, միանգամից պարզվում է, որ կոռուպցիայի կամ ինչ-որ պատժելի բաների մեջ են։ Ենթադրում են, որ բոլորն էլ ինչ-որ բաների մեջ խրված են, ու դա բացահայտվում է, երբ խմբակի պարագլխի կապրիզին վայրկենական չեն ենթարկվում։ Սա ֆիքսենք եւ անցնենք առաջ։